Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ազգային ժողովի հարգարժան փոխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ։ Այսօր ընդդիմադիր որոշ շրջանակներ շարունակում են բարձրաձայն գոռալ, թե Հայաստանում իբրև թե քաղբանտարկյալներ կան։ Սակայն ամենաուշագրավը այն է, որ ոչ մի միջազգային կառույց, ոչ մի հեղինակավոր իրավապաշտպան զեկույց նման պնդում չի հաստատում։ Փաստերի բացակայությունը նրանց ևս չի խանգարում եւ փոխանակ ճշմարտության հետ առերեսվելու հիմա էլ հենց այդ կառույցներին են մեղադրում աշխարհաքաղաքական շահերով առաջնորդվելու մեջ։ Սա արդեն ոչ թե քաղաքական պայքար է, այլ մարդկանց մոլորեցնելու բացահայտ փորձ։ Իսկ հարցը դեռ մնում է անպատասխան։ Ում են փորձում խաբել։ Իրենց կողմնակիցներին, ժողովրդին, թե իրենք իրենց։ Եվ վերջապես ինչի են ուզում հասնել նրանց միտումներով։ Բայց ամենավատն է, որ այդ նույն քաղաքական ուժերը այսօր հայտարարում են, թե իբրև Նիկոլ Փաշինյանը երբևէ քաղբանտարկյալ չի եղել։ Սա արդեն բացարձակ սուտ է։ Մարդու իրավունքների եվրոպական դատանի վճիռը ուր մոռացան։ Այդ վճռում հստակ արձանագրված է, որ մարտի 1-ի իրադարձություններից հետո իշխանությունը իրականացրել է ապօրինի հետապնդումներ անմեղ քաղաքացիների, հանրահավաքների առաջնորդների նկատմամբ։ Այդ մարդիկ իրական քաղաքական հետապնդումների ու ճնշումների զոհեր էին, եւ նրանք հենց քաղբանտարկյալներ էին պետական համակարգի հրահանգով։ Հետևաբար նման կեղծիքների տարածումը ոչ միայն անպատասխանատու, այլ նաեւ ամոթալի պահվածք է։ Թասիբ ունեցեք։ Մարդասպանության պատասխանատուներին պաշտպանելով դուք ոչ թե պաշտպանում եք քաղաքական գաղափար, այլ արդարացնում եք նրանց գործած հանցագործությունները, իսկ եթե արդարացնում եք, ապա փաստորեն նրանցից ոչնչով չեք տարբերվում։